Աննա Հակոբյանը հերքում է, որ հանգստացել է Անտալիայի թանկարժեք հյուրանոցում, հավատում եք իրեն։ Չեմ հավատում։ Չեմ կարող ասեմ։ Ցավը տանեմ, ոչ դրան եմ հավատում, ոչ իմ մարդուն եմ հավատում, ոչ Լևոնին եմ հավատում, ոչ Քոչոյին, ոչ Խերժոյին։ Դրանք ոչ մեկին էլ անհավատ են։ Աննա Հակոբյանը հերքում է, որ հանգստացել։ Չեմ ուզում դրա անունը լսել։ Իրան հարցրեք, հա։ Դուք իրեն հավատում եք։ Չէ։ Դրա անունը մի տու։ Թարգեք դրանց մասին խոսալը։ Իմ մաս չունի։ Հա։ Ինչ կար ասեմ։ Ես ինչ իմանամ ինքնահանգստացող իրան հարցրեք։ Չեմ հավատում։ Պատճառ չկա, կամ հավատում ես, կամ չես հավատում մարդկանց։ Ես ճիշտն ասած դրսից եմ, չգիտեմ որտեղ է հանգստանում, ինչ անում, բայց մենք դրսում շատ ամաչում ենք, ինչ որտեղ է կատարվում, շատ ամոթ է, որ մեր երկրի ղեկավարը նման արտահայտություններով, Facebook-յան հայտարարություններով շատ ամոթ է ամեն ինչը, որ դրսում թեկուզ մեր գործարարին տենց են վարվում, ինչ ասեմ, դրսից ամաչում ենք, մեր պետությունը կորցնում ենք, շատ ահավոր ու ամոթալի վիճակ է։ Ոչ։ Ինչ եմ էլ կասկածում։ Ճիշտն ասած, ես արդեն ոչ մի բանից չեմ զարմանում։ Եթե այսօր մեր մոտ Էջմիածնում կատարվում է այն, ինչ որ կատարվում է, ես ճիշտն ասած բացարձակապես խոսք չունեմ։ Մենք հասել ենք վերջի շեմին, իմ կարծիքով, ես զարմանում եմ, որ մարդիկ հանգիստ քայլում են փողոցով, ճիշտն ասած, ես փշաքաղված եմ խոսում հիմա շատ վատ է ամեն ինչ։ Ազիզ ջան, դա ինչ պրոբլեմն է, որտեղ է հանգստացե, որտեղ չի, հերք կա, հերքի, ես ինչ գիտեմ։ Ես դա լավ եք էլի մի քիչ ավելի կարևոր բաներ։ Խոսքին հավատում եք։ Ես ոչ իրան ճանաչում եմ, ոչ։ Համաձայն թուրքական լրատվամիջոցներից մեկի հրապարակումների Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը հանգստացել է Թուրքիայի Անտալիայի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում, որի համար ծախսել է 100,000 եվրո։ Աննա Հակոբյանը օգտվել է նախագահական համարից, շամպայնի փարթիից, լողավազանից։ Սակայն ինքը Աննա Հակոբյանն ավելի ուշ հերքել է այդ փաստը, նշելով, որ ինքը այդ ժամանակահատվածում գտնվել է Սյունիքի մարզում։ Օրագիր նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, հավատում եք Աննա Հակոբյանին, թե ոչ։